անոգենիտալ գործնուկները կամ սեռական գործնուկները կամ սեռական կոնդիլոմաները հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայման մեջ ներկայացված են A63.0 կոդի ներքո։ Կարող է հանդիպել ցանկացած տարիքային խմբում, իհարկե երեխաների մոտ շատ ավելի հազվադեպ, ավելի բնորոշ է մեծահասակների ախտահարում, արական թե իգական սեռի մոտ գրեթե նույն հավանականությամբ կարող է հանդիպել, մեծ մաս դեպքերում ընթանում է առանց բարդությունների, որպես բարդություն կարող ենք դիտարկել երկրորդային մանրէային վարակի միացումը եւ որոշակի փոփոխություններ պայմանավորված մալիգնիզացիայի հետ։ Հիվանդության որպես այդպիսի փուլ կիրառելի չէ։ Բուժումը կարելի է իրականացնել արտահիվանդանոցային պայմաններում, ինչպես նաև ցերեկային կամ գիշերային ստացիոնարի պայմաններում, շտապ դեպքերը, եթե մենք ունենք օրինակ միզարձակությանը խանգարող վիճակներ, ապա շտապ է բուժումը իրականացվում, մնացած բոլոր դեպքերում բուժումը իրականացվում է պլանային կարգով։ Բուժումը կարող է իրականացվել մաշկավեներաբանի կողմից, ուրոլոգի, գինեկոլոգի կամ պրոկտոլոգի կողմից տեղակայումից ելնելով։ Որոնք են հիմնական ախտանիշները։ Հիմնական ախտանիշներն են գերաճական գոյացություններ սեռական օրգանների լորձաթաղանթի շրջանում կամ առհասարակ լորձաթաղանթի շրջանում, երբեմն քորի այրոցի եւ ցավի զգացողություն։ Սեռական գործնուկներ կարող են տեղակայված լինել նաեւ մաշկի վրա։ Լրացուցիչ ախտանիշներից խոցերի կամ էրոզիայի առկայությունն է, որոնք զարգանում են բոլոր այն դեպքերում, երբ որ գործնուկները տեղակայված են շփվող, հարվող, տրորվող մակերեսներին եւ այդ վնասման արդյունքում կարող են ձևավորվել էրոզիվ կամ խոցային մակերեսներ, բնականաբար սեռական կյանքի դժվարություն կամ անհնարինություն պայմանավորված իհարկե գործնուկների չափերով եւ որոշ դեպքերում կարող ենք ունենալ նաեւ արյունահոսություն։ Անամնեստիկ տվյալներից չափազանց կարևոր է ռիսկային սեռական վարքագծի քննարկումը, ինչպես նաեւ անպաշտպան սեռական հարաբերության փաստը վերջի ամիսների ընթացքում։ Զննման ժամանակ մենք տեսնում ենք գերաճական գոյացություններ, հանգուցիկային հիմքով վեգետացիաներ, այսինքն ամուր հիմքով վեգետացիաներ, որոշ դեպքերում մենք կարող ենք տեսնել միաձուլվող վահանիկների վրա ձևավորված գերաճական էլեմենտներ, հոսպիտալացման ցուցումներ են հսկա կոնդիլոմաները, հոսպիտալացման ցուցում է Բուշկե-Լովենշտայնի հսկա կոնդիլոման, որը կարող է այնքան մեծ չափերի հասնել, որ խանգարեր օրինակ քայլելուն կամ միզարձակությանը, կղազատմանը, հետեւաբար նման դեպքերը պետք է անպայման վարվեն հիվանդանոցային պայմաններում եւ իհարկե չարորակացման ռիսկի առկայությունը կամ առհասարակ չարորակացումը նույնպես պետք է վարվի հիվանդանոցային պայմաններում։ Խորհրդատվություն իրականացում է մաշկավեներաբանի կողմից, թե առանց բարդությունների, թե բարդացած դեպքերում, պայմանավորված տեղակայման առանձնահատկություններով, միզուղիների դեպքում մենք կներգրավենք ուրոլոգների, կանանց սեռական օրգանների ախտարման դեպքում հնարավոր է լինի անհրաժեշտություն գինեկոլոգի հետ խորհրդատվության եւ ուղիղ աղիքի շրջակայքի, հետանցքի շրջակայքի ախտահարման դեպքում կարող է պահանջվել պրոկտոլոգի խորհրդատվություն։ Որոնք են այն լաբորատոր հետազոտությունները, որոնք իրականացվում են անոգենիտալ գործնուկների դեպքում։ Բարդացած դեպքերում ցանկալի է կամ անհասկանալի կլինիկորեն ոչ տիպիկ դեպքերում ցանկալի է ՊՇՌ մեթոդով հայտնաբերել մարդու պապիլոմավիրուսը, որը մեզ հնարավորություն կտա հստակ ասել, որ մենք գործ ունենք ուրեմն անոգենիտալ գործնուկների հետ, ցանկալի է հետազոտել այլ սեռավարակների նկատմամբ, քանի որ անոգենիտալ գործնուկների առկայությունը դա խոսում է անպաշտպան սեռական հարաբերության մասին, հետևաբար, ինչպես ձեռք են բերվել այդ անոգենիտալ գործնուկների հարուցիչները, նույնպես կարող են ձեռք բերվել նաև այլ սեռավարակների հարուցիչներ, հետևաբար սա շատ կարևոր է եւ հաշվի առնելով անոգենիտալ գործնուկների կանանց ախտարման դեպքում արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնելու հատկությունը, մարդու պապիլոմավիրուսի արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնելու հատկությունը չափազանց կարևոր է կանանց դեպքում իրականացնել պապքսուկ։ Պայմանավորված տեղակայմամբ մենք կարող ենք նաև գործիքային հետազոտություններ իրականացնել, կոլպոսկոպիա, ուրետրոսկոպիա եւ ռետրոսկոպիա, հասկանալու համար, թե տվյալ ախտարման տեղամասը մաշկից բացի ինչքանով է լորձաթաղանթը ընդգրկված պրոցեսի մեջ։ Բուժման համար օգտագործում են մի շարք մեթոդներ, տարբեր քիմիական նյութերի օգտագործում, իմունային դեղամիջոցների օգտագործում, կրիոթերապիա, էլեկտրոկոագուլյացիա, լազերային միջամտություն եւ վիրաբուժական միջամտություն։ Մեթոդի ընտրությունը հիմնականում պայմանավորված է պացիենտի նախասիրությամբ, ինչպես նաեւ տվյալ բուժհաստատություն կամ տվյալ մասնագետի այս կամ այն մեթոդի տիրապետմամբ, իդեալական է, երբ որ մասնագետը տիրապետում է ներկայացված մեթոդներից առնվազն երկուսին, որովհետեւ
Կրկնման դեպքում ցանկալի է փոխել մեթոդը եւ բուժումն իրականացնել այլ եղանակով։ Պետք է հիշենք հետեւյալը, որ ցանկացած մեթոդով բուժումն իրականացնելու ժամանակ կրկնման հավանականությունը գրեթե նույնն է, եւ սա շատ կարեւոր փաստ է, որը պետք է տեղեկացնել պացիենտներին, որպեսզի իրենք պատրաստ լինեն կրկնումը գնահատել ոչ թե որպես բուժման անարդյունավետություն, այլ որպես եւս մեկ բուժական միջամտություն անելու անհրաժեշտություն։ Քիմիական նյութերից օգտագործվում է պոդոֆիլոկտոքսինը 0.5%, ազոտական թթվի, քացախաթթվի, կաթնաթթվի եւ օքսալաթթվի խառնուրդը, որը նույնպես հեղուկի ձևով է լինում։ Կարևոր է, որ այս մեթոդները կարող են իրականացվել պացիենտի կողմից, այսինքն ինքնաբուժություն կարա լինի, իհարկե բժիշկի նշանակման հիման վրա միմիայն, հնարավոր է կիրառել, սակայն միայն փոքր եւ եզակի տարրերի դեպքում, եւ պետք է հիշել, որ նման նյութերի օգտագործումը խիստ ցավոտ է, որտեղ նրանք այրվածք են առաջացնում հյուսվածքների, բնականաբար տնային պայմաններում ցավազրկման կիրառությունը անհնար է։ Իմունային դեղամիջոցների օգտագործումը, այս դեղամիջոցները բավականին լայն օգտագործվում են թե առհասարակ գորտնուկների, սեռական գորտնուկների, թե որոշ մաշկային ուռուցքային հիվանդությունների բուժման համար, իմուն համակարգի կողմից տվյալ դեղամիջոցների օգտագործման ժամանակ առաջանում է տեղային բորբոքային ռեակցիա, որն էլ նպաստում է պրոցեսի շտկմանը, պրոցեսի ազատմանը։ Ցավոք սրտի նման դեղամիջոցները Հայաստանում գրանցված չեն, եւ իհարկե նման դեղամիջոցների թանկարժեքությունից ելնելով տվյալ դեղամիջոցները դժվար է օգտագործել մեծ մակերեսների դեպքում, ավելի նպատակահարմար է նրանք օգտագործել փոքր եզակի էլեմենտների ժամանակ։ Կրիոթերապիա կարծես թե ամենալայն օգտագործվող մեթոդն է, կարելի է օգտագործել ցանկացած տեղակայման, ուրեմն սեռական անոգենիտալ գորտնուկների դեպքում, հեղուկ ազոտի միջոցով է այս ամեն ինչը իրականացվում, սառեցվում է հենց ինքը մարմինը գորտնուկի, սնուցման խախտման հետևանքով մերուկացում եւ հեռացում տվյալ էլեմենտի, բավականին արդյունավետ է, կարելի է կիրառել նաեւ մեծ գոյացությունների դեպքում, հնարավոր է փուլային կիրառություն, այսինքն կիրառել մեկ հատվածում, հետո որոշ ժամանակ անցնել մեկ այլ հատվածն եւ այդպես շարունակել։ Ցավոտ պրոցես է, սակայն ցավազրկում իրականացնել չի կարելի, որովհետև դա կխանգարի բուժման արդյունավետությանը։ Էլեկտրոկոագուլյացիա մեթոդը իրականացվում է էլեկտրոկոագուլյատորի օգնությամբ, անհրաժեշտ է վիրակապարան կամ վիրահատարան, առավել արդյունավետ է ոտիկի վրա տեղակայված տարրերի դեպքում, բավականին արդյունավետ է լորձաթաղանթի մակերեսից գորտնուկների, անոգենիտալ գորտնուկների հեռացման ժամանակ, իրականացվում է ցավազրկում, այսինքն մեթոդն ինքն իրանով ուրեմն անցավ է, սակայն էլեկտրոկոագուլյատորի այրվածքը բավականին երկար ժամանակ վերականգնվում է, ինչը կոսմետիկ անընդունելի է դարձնում տվյալ մեթոդի օգտագործումը բաց տեղամասերի ժամանակ։ Լազերային միջամտություն իրականացվում է CO2 լազերի միջոցով, իրականացվում է ցավազրկմամբ, ամեն մի անոգենիտալ գորտնուկի մարմին ցավազրկվում է, այսինքն բավական երկարատև գործընթաց կարող է լինել, կարելի է կիրառել ցանկացած տեղակայման անոգենիտալ սեռական գորտնուկների դեպքում, ունի կոսմետիկ բարձր արդյունավետություն, ավելի նախընտրելի է կիրառել բաց տեղամասերի, օրինակ դեմքի շրջանում։ Եվ վիրաբուժական միջամտություն, ներմիզուկային, ներուղիղակային տեղակայումների ժամանակ առավել նպատակահարմար է վիրաբուժական մեթոդով հեռացումը, մեծ գոյացությունների հեռացման ժամանակ նույնպես այս մեթոդին է պետք նախապատվություն տալ, իրականացվում է ցավազրկումով, երբեմն ընդհանուր ցավազրկմամբ է միջամտությունն իրականացվում, պահանջվում է բնականաբար վիրահատարան, վիրակապարան, արդյունավետությունը բավականին բարձր է, սակայն ունենք երկար վերականգնման ժամանակահատված, որը նույնպես պետք է հաշվի առնել եւ պետք է պացիենտին ներկայացնել։